2025 թվականը լի էր բազում օրհնություններով, ինչի համար սրտանց գոհանում ենք Աստծուց։ Կարող եք նշել այս տարվա ընթացքում կատարված մի բան, որի համար շնորհակալ եք Աստծուց։ Աստծուց շնորհակալ եմ, որովհետև մեր տարածքի խմբակներն են շատացել եւ մեր տարածքներից շատ երիտասարդ ավակներ են բարձրացել։ Շնորհակալ եմ ամենամեծ ձեռքբերման համար, որ իմ ձեռքերում է։ Աստված բարձրացրել է, մոտեցրել է իրան, սրբացրել է, տվել է ազատություն, հոգևոր ազատություն։ Շնորհակալ եմ Աստծուն նրա համար, որ իմ ամուսնուն մահվան ճիրաններից փրկեց ու գերբնական բժշկեց։ Շնորհակալ եմ Տիրոջը, որովհետև այս տարի ունեցա ես իմ սեփական լոգոպեդական կենտրոնը։ Հաջողությամբ ավարտել եմ բակալավր եւ ընդունվել եմ մագիստրատուրա։ Այս տարվա մեջ դեպք է պատահել, բայց Տերը պահել է իմ կյանքը։ Մենակ եմ, որ գտել եմ Տիրոջը, դա իմ կյանքի ամենամեծ շնորհակալությունն է, որ ինքը ինձ չի թողել խավարի մեջ, իր լույսն է ծագեցրել իմ կյանքի մեջ, ու այն որ հին նոնայից հիմա մի հատ նոր մարդ է, ու այդ վկայում են իմ կողքի մարդիկ։ Մի բան, կարամ հարյուրավոր բան ասեմ, որի համար որ շնորհակալ եմ Աստծուն, դա հարյուրավոր փրկվածներն են, որոնք այս տարի իրանց կյանքը տվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դրա համար շնորհակալ եմ մեր Աստծուն։ Լիքը բաների մասին կարամ նշեմ, որը կատարվել է հենց մեր անձնական իմ ու ամուսնու մեր ընտանիքում է կատարվել, լիքը աղոթքի պատասխաններ ենք ունեցել այս տարի։ Այս տարի ապաշխարել եմ եւ գտել եմ Աստծուն։ Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որի համար շնորհակալ եմ Աստծուն։ Շնորհակալ եմ Աստծուն ամեն օրվա իր ներկայության համար, շատ մտերիմ ներկայության համար ու որ իմ սրտը պահել է ուրախության, ցնծության ու գոհության մեջ։ Իրականում դա այդպես է։ Ես այս տարի ստացել եմ շատ լավ շրջապատ, շատ լավ ընկերներ, շատ մտերիմ, բարի ու աստվածավախ կարևորը։ Մեքենա եմ օրհնվել։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որովհետև այս տարում իրականում ինքը ինձ զորացրեց։ Այս տարի վերջապես սովորել ու ավարտել եմ Աստվածաշնչյան դպրոցը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ հոգևորել ավելի ուժեղ ընկերներ, ու իմ կյանքը փոխվել է ահագին շատ, ես մոտիկացել եմ Աստծուն։ Օրհնվել եմ կոսմետոլոգիական մեծ եւ թանկարժեք գործիքներ, որոնք շատ երկար ժամանակ աշխատելով անգամ հնարավոր է չկարողանայի ինքնուրույն գնել։ Որ ավելի շատ ճանաչեց Հիսուսին։ Նախ եկեղեցու համար, եկեղեցու ամեն մեկի համար, որ այդ պատիվն ունենք լինելու եկեղեցու մասնիկը, իր մարմնի մասնիկը, այն մարդկանց համար, ովքեր որ կան մեր կողքը։ Դա այնքան կարևոր է, որ կարողանանք գնահատել այն մարդկանց, որ Աստծուց մենք ունենք մեր կողքը։ Դա եկեղեցին է, դա եկեղեցու ամեն մի անդամն է։ Փառք Աստծուն եկեղեցու համար։